Բարև ձեզ հարազատներս, այսօր Աբովյանի ծննդատնից ուզում եմ շնորհավորեմ ձեր գալիք ամանորը, եթե առաջներում շնորհավորանքներ էի ասում, ապա առողջություն էի ցանկանում, բարեկեցություն, խաղաղություն, հիմա փոխվել է մաղթանքներս, դա էլ Աստված դա առատ ձեզ իհարկե, բայց այս տարի 2025 թվականին, քանի որ կյանքի իմաստս վերաձևավորվեց, ու հասկացա, որ այս կյանքի իմաստը հոգու փրկությունն է, որ հոգին մեր մարմնի մեջ աճի, զարգանա ու հավիտենականությունը ժառանգի, իսկ հոգու փրկվելու համար փորձություններն ու դժվարությունները պարտադիր պայման են, բարեկեցիկ պայմաններում հոգին չի զարգանում։ Մեր երկրում կան շատ մեծ դժվարություններով ապրող մարդիկ, հազարավոր արցախցիներ ունենք առանց տուն, հազարավոր զինվորներ ունենք առողջությունը կորցրած պատերազմից հետո, հաշմանդամ երեխաներ ունենք հազարավոր, մեծ մասը ցավոք սրտի ծննդաբերական տրավմաներից, շատ մեծ դժվարություններով ապրող մարդիկ ունեմ, պիտի խնդրեմ հորդորեմ, որ դրա համար էլ շնորհակալություն խնդրեք, որովհետև այդ դժվարություններն են, որ նպաստում են հոգու զարգացմանը։ Ձեզ ուզում եմ ցանկանալ իմաստություն, ճշմարիտ իմաստությունը միայն գլխից չի, գլխի աշխատանքը շատ կարևոր է, ու գլխի աշխատանքի համար գիրք կարդալն է, միակ պայմանը գիրք կարդալն է, որ գլուխ աշխատի ու խորհուրդ կտամ կտակարանը կարդալ, բայց միայն գլխի ճշմարտությունը բավական չէ, եթե երկու կռվողի կանգնեցնենք հարցնենք ով է մեղավորը, չենք կարող հասկանանք, երկուսն էլ իրաց ճշմարտությունը ասում են, բայց արդյունքում կռիվ է։ Սրտի ճշմարտությունը շատ կարևոր է, որ ոչ միայն գլուխը, այլ սիրտն էլ այդ ճշմարտությանը մասնակցում։ Այդ դրա համար, որ մեր սրտի ճշմարտություն ունենանք, պետք է բարեգործություններ անենք, որ փափկասրտություն ձեռք բերենք, ու այդ երկուսի գլխի եւ սրտի աշխատանքի ճշմարտությունն է իսկական ճշմարտություն։ Այդպիսի ճշմարտություն եմ ուզում ձեզ ցանկանալ եւ Աստված ուժ ու եռանդ այդ ճշմարտությունը գործի վերածեք, որովհետեւ աշխատանքի արդյունք պիտի լինի։ Մենակ ճշմարտությունով օգուտ չի բերում, այլ եթե այդ ճշմարտությունը հասկանաք, գիտակցեք ու գործի վերածեք, արդեն օգտակար եք լինելու շրջապատին, հայրենիքին, երկրին, ժողովրդին ու դրանով էլ երջանկանալու եք։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Մեծ հույսերով կհանդիպենք 2026 թվականին։